Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տառո կանխատեսումը կույս նշանի համար։ Սիրելի կույսեր, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տառո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական հորոսկոպ կամ տառո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ձեզ համար ամիսը կսկսվի ինչ-որ նորությամբ։ Կարող է լինել նամակի, հեռախոսազանգի տեսքով, բայց կարծես ինչ-որ ձեզ կզանգահարեն կամ նամակ ուղարկեն, որ ինչ-որ բան է կապված ձեզ հետ։ Ըստ հաջորդ քարտի ինչ-որ հաջողություն է ձեզ սպասվում, որևէ ոլորտում ձեր բախտը կբերի, թե որ ոլորտում կլինի ամեն մեկը մի ձևով կզգա, բայց ձեզ վերջին պահին կարծես ամեն ինչ այնպես կշրջվի, որ ի օգուտ ձեզ կլինի, հա, բախտի անիվն է դուրս եկել եւ բնականաբար ձեր բախտը ինչ որտեղ կբերի։ Կարևորը որ բաց չթողնեք այն հնարավորությունը, որը ձեզ կտրվի ամսվա սկզբին։ Իհարկե այս քարտը կարող է խոսել նաև տրանսպորտային միջոց գնելու կամ ճանապարհ գնալու մասին։ Ֆինանսների տեսանկյունից ամեն ինչ ստաբիլ է լինելու կամ գուցե ինչ-որ իրավիճակ կստեղծվի, որը ստաբիլություն կբերի ձեր ֆինանսական դաշտ։ Որևէ նորություն կամ փաստաթուղթ կստանաք ամսվա ընթացքում, որը կլինի ձեզ համար շատ կարևոր, գուցե ճակատագրական, գուցե երկար սպասված, բայց կարծես այդ նորությունը կամ այդ փաստաթուղթը, որ պետք է ստանաք, ձեզ համար կարևոր ազդեցություն է ունենալու կյանքում։ Որևէ մեկը կամ որևէ իրավիճակ ձեր անցյալից կվերադառնա ձեր կյանք։ Գուցե հանդիպեք ձեր նախկին ծանոթին, մտերիմին, դասընկերոջը եւ այլն, կամ ուղղակի մեկնեք այն վայրերը, որտեղ վաղուց չեք եղել։ Հնարավոր է կամ այս քարտը մեզ հուշի հաճելի նվերի ստացման մասին։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 5-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այս ժամանակահատվածում շատերի երազանքը կիրականանա։ Ձեզ շատ լավ կզգաք, կամ կկատարվի ձեր երազանքը, կամ դուք արդեն կհասկանաք, թե ինչ եք ուզում վերջապես եւ կկարողանաք արդեն գնալ ձեր երազանքի հետևից, կարծես մինչ այս ինչ որ երազում եք եւ ձեզ համար մի փոքր անորոշ էր, անգամ չէիք հավատում, որ դա կարող է իրականանալ, դուք արդեն կզգաք, կտեսնեք, որ ամեն ինչ հնարավոր է եւ կշարժվեք դեպի ձեր երազանքը։ Մի խոսքով հիանալի քարտ է սպասվում։ Ով ցանկանում է ինչ որ հայտնիություն ձեռք բերել այս քարտը, իհարկե կարող է խոսել նաեւ դրա մասին։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 20-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը այն կթողնի։ Այստեղ ցելի ընկերներ դուրս է եկել հենց այն նույն քարտը, որ քիչ առաջ նշեցի, որ շատ կարևոր փաստաթուղթ կամ շատ կարևոր նորություն եք ստանալու։ Երբ որ հատկապես այս քարտը, հա, ինքը համարվում է ստաշե արկան, այսինքն շատ ավելի լուրջ է իր ազդեցությունը եւ երկու տարբեր քարտերից դուրս է եկել նույնը, այն էլ որից մեկը նորալուսնին, բնականաբար շատ լուրջ ազդեցություն է ունենալու ձեր կյանքում այս ժամանակահատվածում։ Ինչ որ բան եք իմանալու, որից հետո կարծես ձեր կյանքը փոխվելու է եւ կարծես բաժանվելու առաջ եւ հետո, թե ինչ ձևով այն կարտահայտվի, որ ոլորտում կարտահայտվի, ամեն մեկը մի ձևով կզգա, բայց որ նման իրավիճակ կստեղծվի, դա հաստատ։ Այսքանը սիրելի կույսեր, կապված այս ամսվա հետ, նոյեմբեր ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։